Գասարյան, հաջորդ ելույթի համար պատրաստվի Դերզյան Հայկ։ Բարև ձեզ, հարգելի նախագահող, հարգելի հայրենակիցներ, շատ խոսվեց նրա մասին, թե ինչ վիճակում ենք մենք հայտնվել և ինչ լուծումներ պետք է առաջարկենք, փորձեմ ելույթս հնարավորինս այդ իմաստով սահմանափակել, հաշվի առնելով նաև ժամանակային սահմանափակումները։ Հարգելի հայրենակիցներ, եթե ինչ-որ մի բան կարևոր է, դա պետք է անել, անգամ եթե դրա հավանականությունը շատ փոքր է։ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը ոչ միայն քաղաքական քայլ է, այլ պետական ողջամտության և պատասխանատվության կարևոր փորձություն։ Անցած 7 տարիներին մենք ականատես եղանք պետականության հիմքերի խալխլմանը, ինչի մասին մեր գործընկերները բազմաթիվ օրինակներ բերեցին և տարբեր դրվագներով ապացուցեցին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պաշտպանված չէ թե դրսում, թե ներսում։ Պատասխանատվության բացակայությունը և ապաշնոր կառավարման հետևանքները զգում է յուրաքանչյուր հայ, թե սահմանին կանգնած զինվորը, թե իր ընտանիքի ապագայի համար անհանգիստ քաղաքացին։ Անվստահության գործընթացը անհրաժեշտ քայլ է։ Պետության ղեկավարը չի կարող անընդհատ ձախողվել և չենթարկվել պատասխանատվության։ Սա ժողովրդավարության ինստիտուտների կենսունակության փորձարկում է։ Եթե մենք լռենք, նշանակում է հաշտվել կորստի հետ։ Եթե մենք խոսենք և գործենք, նշանակում է դեռ հավատում ենք մեր պետությանը և մեր ապագային։ Ազգային ժողովի կողմից վարչապետին անվստահության հայտնելը հնարավորություն է նոր ճանապարհ բացելու առանց ցնցումների սահմանադրական մեխանիզմներով։ Այն թույլ կտա ձևավորել կառավարություն, որը կկարողանա վերականգնել բանակի և դիվանագիտության կարողությունները, վերականգնել ժողովրդի վստահությունը պետության նկատմամբ և դնել զարգացած ու անվտանգ Հայաստանի հիմքերը։ Սիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանը իր կառավարման տարիների ընթացքում շատ քիչ բան է ճիշտ ասել։ Հաճախ նրա հայտարարությունները եղել են կամ սուտ, կամ լավագույն դեպքում կիսաճշմարտություն։ Սակայն այս մեկը իմ գնահատմամբ թավշյա ճշմարտություն է։ Կառավարության նիստերից մեկում Փաշինյանը բառացի ասաց. մենք տգետ ենք և 7 տարի մնացել ենք նույն դասարանում։ Կարծում եմ, այստեղ ամեն բան առավել քան պարզ է։ Եվ ուրեմն, անգամ եթե 7 տարի նույն դասարանում մնացած տգետը կիրթ և կառուցողական հայրիկ ունի, գինու և կրուասանի սիրահար քեռի ունի, պատեհ պահին իրեն ոսկե հուշամեդալ նվիրող պապիկ ունի, որը հաճախ մոռանում է թոռնիկի անունը, միևնույն է, նրան պետք է հեռացնել դպրոցից, քանի որ տարրական մաթեմատիկական գիտելիքները բավարար է հասկանալու համար, որ թեկուզ անվերջ քանակով բացասական թվեր իրար գումարենք, միևնույն է դրական թիվ չենք ստանա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Մանգասարյան։